ողջունում եմ գործարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ։ Այս պահին մենք սկսում ենք սխալ հաշվարկ հաղորդում, իսկ մեր տաղավարում Կարեն Վարդանյանն է, Ֆորմուլա V-ի համահիմնադիրը։ Կարեն ջան, բարի օր։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Նախ ձեր հաջողություններից սկսենք, շնորհավորում եմ, նորություններ ունեք, բայց ծախողումների մասին ենք խոսելու, որովհետև հաղորդումը հենց սխալների եւ ծախողումների մասին է։ Ուզում եմ հիշենք միասին, թե երբ դուք գործարար աշխարհ մուտք գործեցիք, որովհետև ես բոլոր հյուրերի հետ փորձում եմ ամենահեռվից գալ, ձեզ հետ կարծես թե մենք այդ փորձը չենք ունեցել ամենահեռվից գալու։ Կխնդրեմ մեզ ներկայացնեք։ Գործարար աշխարհ ահագին ուշ եմ մտել, երևի 2018 թվականին, երբ որ իմ տենց երկարատև աշխատանքից դուրս եկա ու սկսեցի իմ ներդրումային ֆոնդը, Sprint ֆոնդը, երևի տենց այդ ժամանակ, բայց հա, տենց ընդհանուր, որ ավելի խորը գնանք ու տենց սխալների ու սխալ հաշվարկների մասին խոսենք, երևի թե տենց գնում է խորը մանկություն, երբ որ տենց անդադ փորձում ենք ինչ-որ բաներ անել, տենց ընկերներով բան եւ այլն, բայց տենց բնականաբար չէր ստացվում, որտեղ ոչ մի նորմալ բան չունենք, հա, ոչ նորմալ հաշվարկ ունենք, ոչ բան։ Ու ամենահիշվողներից որ փորձում ենք ու անենք ու այդտեղ երևի թե ինչ-որ հաջողություն եղավ, բայց այդտեղ սխալի բանը արժեքը շատ ավելի մեծ էր, տենց հələ շատ փոքր, տենց 10 թինեյջերական տարիքում ընկերոջս հետ բան էինք անում, գնում էինք պատանի տեխնիկի խմբակ, այն ժամանակ տենց պատանի տեխնիկի կայաններ կային, որտեղ տենց պայարնիկով գործանել էին, էլի սովորում կոպիտ ասած, տենց ինչ-որ տարբեր սարքեր էինք սարքում, ինչ-որ դռան զանգեր, բաներ, ու չեմ հիշում որ թվականներ, ոնց որ 90-ականների վերջին, իմացանք որ օպեա վճար է մտնելու, ու այն ժամանակ այդ Armentel բան այդ ժամանակներն էին, որ արդեն իրար հետ հեռախոսով փողով խոսանք, կոպիտ ասած, ու շատ տարօրինակ էր, ճիշտ է մենք ոնց որ նույն շենքում էինք ապրում, երբեք իրար հետ հեռախոսով չէինք խոսացել, բայց ասենք բայ ոնց ենք իրար հետ խոսալու։ Տենց որոշեցինք բաներ սարքել, պերեդաչիկներ, որ մեր տնից իրանց տուն տենց ոնց որ այդ սարքով խոսանք, ոչ թե հեռախոսով, ու հետո այնքան էինք խորացել, որ կարելի է այս ոնց որ սա հարևաններին առաջարկել, կոպիտ ասած, այս պերեդաչիկը, հա, վաճառել ու տենց ինչ-որ բան անել, գործունեություն սկսել, բայց այնքան երկար սարքեցինք այդ պերեդաչիկը, որ ոնց որ արդեն համը դուս եկավ, էլի, տենց մենք հետո հասկացանք, որ ոնց որ իրար հետ շուտիկի հեռախոսով չենք խոսում, էլի, տենց ավելի տենց ինքը գալի գոռում է մեր լուսամուտի տակ, կամ ես իրանց տենց դուս են գալի, բակում շփվում ենք իրար հետ։ Կարևորը որ այդ ծախողումը հետո խնդիր չի առաջացրել, որ նորից չփորձեք նոր բաներ ու հիասթափության բան չի, առիթ չի էլի դարձել։ Չէ, այդ առումով ընդհանրապես չէ, այտենց ահագին սովորեցինք թե ոնց է ճիշտ պետք է ինչ-որ բաներ սարքել, բան, այնտեղ էլ վաճառքներին չէինք հասել, ավելի շուտ տենց սարքելու փորձներ, որ ահագին տենց բարդություններ հաղթահարեցինք, ճիշտ է վերջում աշխատեց, բայց այն որ արդեն բաներ էլի, տենց էական չէր ինքը։ Այտենց հետո տենց էլի տպավորված բաներից որ պատմեմ, ես տենց երկար տարիներ բանկում էի աշխատում ու այդ ընթացքում երևի տենց բան էի, կարելի ասել ինչ-որ շրջան տենց բաների failure champion-ն էի, էլի, ոնց որ ասած այդ մեր բաժնի, որ ինչին կպնում էի, ոնց որ ընկնում էր, էլի, տենց ինչ-որ վիճակ էր, ու տենց շատ տարբեր տարաբնույթ, հա, ասենք այնտեղ չգիտեմ, բանկի հաշվապահության հետ կապված, այնտեղ ինչ-որ հաճախորդների գումարների հետ կապված եւ այլն, ինչ ասես ելնում էր, էլի, բան, տենց ինչ-որ շրջան էր իմ կյանքում ու այն որ տենց ինձ ոնց որ շատ տենց հիմնավոր խորհուրդ էին տալի որ ոնց որ գնամ ես արդեն եմ ոնց որ Էրիկա բայց հետո տենց ոնց որ վերլուծելով եկանք նրան որ ոնց որ պետք է մի քիչ ոնց որ հետ կանգնել այդ ամեն ինչից ու նորից ոնց որ սկսել ամեն ինչ, հա։ Այդ ժամանակ փորձ ձեռք բերեցիք, թե ինչ անել, որ քիչ սխալվել, թեկուզ այդ մանրուքների մեջ։ Այդ շատ հետաքրքիր էր ու այդ ժամանակ հենց այդ սխալներով նաև լիքը բաներ բացահայտվեցին համակարգերի ոնց որ ոչ կատարյալ լինելու հետ կապված, հա, որտեվ նու կոնկրետ այդ բանկում օգտագործում էին բավական հին համակարգ, որը տենց արտասահմանյան էր եւ այլն, որի հետ կապված ոնց որ հիմնականում տենց հարցեր չէին դնում, որտեվ դե տենց դրածա տենց դի աշխատի բան
բայց հետո այդ իմ սխալների պատճառով ահագին էական բագեր ոնց որ ասած դուրս եկան ու այն որ տենց բան red box warning, հա, որ անգլերեն ասած, որ արդեն մյուս հաջորդ սերունդների համար որ տենց կարմիրով գրած էր, որ սրան ձեռ չտակ, սրա հետ զգուշ կլնեք եւ այլ, որտեվ իրականում ահագին մեծ ռիսկեր իր մեջ պարունակում են, իմ սխալների ոնց որ բոլորը վերականգնվող էին, հա, տենց ոնց որ ինչ-որ էական կորուստներ չեղան, բայց դրա արդյունքում այն որ տենց սերունդ արդեն բան մնաց, այդ տեսեք Կարենն է ինքը էսպես է արել, մի եղեք Կարենին։ Մի արեք, այսրան չկպնեք, որտեվ սենց ա լինում ու նենց ա լինում, ու այդտեղ ահագին այդ համ ոնց որ սխալները վերլուծելու, սխալների հետ վարվելու, հա, ոնց որ այդ ունակությունները այդտեղ ձևավորվեցին իմ մոտ ու տենց ոչ շատ երկար ժամանակ անց երևի տենց մի տենց գնացի արձակուրդ հետ եկա ու ոնց որ արդեն լրիվ ռեստարտ եղած, հա, կոպիտ ասած, արդեն տենց սկսեց ամեն ինչ հաջող գնալ, բայց այդ շատ երևի պետքական փորձեր են, որ ոնց որ այդ բան ունակություններ տարբեր ձեռք բերելու համար, որտեղ մյուս կողմից են այդ իմ առաջի տենց ոնց որ օֆիցիալ աշխատանքային փորձներ, հա, ինչև է տենց ինչ որ տենց ուսանողական կամ տենց ինչ որ պերեդաչիկ սարքելու տարբեր ինչ որ բաներ անում էի բան, բայց տենց են ոնց որ շատ տարբեր է, չէ, երբ դու աշխատակից ես ու սխալվում ես եւ քո աշխատակիցները կամ քո թիմակիցներն են սխալվում ու ամբողջ պատասխանատվությունը քո ուսերին է։ Այդ տարբերության մասին կուզեմ նաեւ խոսենք։ Հա, շատ տարբեր է, բայց համ տարբեր է, համ նման, որտեվ վերջի վերջո պատասխանատվության մասին ենք էլի խոսում, հա։ Այսինքն եթե դու եւ քո սխալները եւ ուրիշների սխալները այդ պրիզմայով ես նայում, թե այդ սխալների արդյունքում ինչ է տեղի ունենում ու դրա հետևանքով ինչեր կարելի է սովորել, ինչեր կարելի է ոնց որ մոռանալ եւ այլն, հա, որ տենց չանել, այդ համարյա թե դառնում է նույն դաշտը, հա, այսինքն դու տենց չես նստում ոտդ գցում ոտիդ, ասում այ սենց չէր կարելի բան եւ այլն, այլ փորձում ես հասկանալ թե ոնց որ ինչի եղավ, հա, ու քանի որ իմ կոնկրետ դեպքում ես էլ տենց մեծ փորձ ունեմ ոնց որ բաների, հա, սխալների, շատ ավելի ինչ որտեղ հասկանալի է նաեւ ելնում թե կոնկրետ է սխալը ինչի եղավ ու ինչ կարելի անել, որ ինքը չլինի կամ ըլնելուց ոնց որ շատ մեծ հետևանքներ չունենա օրինակ, հա, բայց մյուս կողմից հատկապես եթե նայում ենք բիզնեսում առանց սխալների երևի թե անհնար է, հա, եթե ոնց որ սխալներ չես անում, ուրեմն մի բան այն չի։ Խափում են, որ ասում են մենք օրինակ սխալ չենք անում։ Ես տենց ոնց որ սկսում եմ տենց կասկածել, էլի արդեն ինչ որ բան սկեպտիկորեն եմ սկսում վերաբերվել, որտեվ սխալվելը ինչից է առաջանում, երբ որ ինչ որ բան փորձում ես, նոր ձևի ես փորձում անես, նոր բան ես փորձում անես, որ բան, որին որ ծանոթ չես եղել, հա, մինչև այդ չես արել, մեկ էլ հոп որոշում ես անես ու չի ստացվում, հա, եւ այլ, այսինքն եթե դու տենց չես անում, այն էլ մեր ոնց որ ինդուստրիայում, հա, մեր աշխարհում, ասենք նորարարություններ, չգիտեմ, անընդհատ ինչ-որ փոփոխվող իրավիճակներ, եթե դու տենց չես անում, նշանակում է լճանում ես, հետ ես գնում ու նույնիսկ եթե չես սխալվում, ուրեմն մի բան այն չի, էլի, հետը, հա, կոպիտ ասած, այսինքն ոնց որ չես աճում, առաջ չես գնում, իսկ եթե հիմա առաջ չես գնում, նշանակում է հետ ես գնում, ու այդ արդեն գալով իմ առաջի ոնց որ տենց իմ սեփական գործունեությանը, 18 թվին, որ Sprint Fund-ը սկսում էինք, սկսեցինք, էլի, այդ սխալ հաշվարկ ասածը հենց այդտեղ նաև կար, որ դե սիրուն տենց հաշվարկել էինք, պլանավորել էինք սենց արնելու եւ այլն, հա, ոնց որ մեր գործունեությունը տենց մինչեւ պատմելը թե ինչպես եք սխալվել, այդտեղ հետաքրքիր է ինչու գնալ ներդրումային ճանապարհով, դա բիզնեսի ճյուղա, որը ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, որովհետեւ դու միայն այդտեղ ինքդ քո վրա չպիտի բոլոր հաշվարկները եւ խաղադրույքները կատարես, այլ խաղադրույքներ պիտի կատարես բոլորի վրա ու բոլորի մասով վստահություն ունենաս, որ այ իրենք պիտի հաջողեն, որ ես էլ հաջողեմ։ Ոնց որոշեցիք, որ այդ բարդ ճանապարհով պիտի գնալ։ Իրականում երևի թե տենց որ համեմատենք երկուսն է շատ բարդ, հա, այսինքն եւ բիզնես անելը եւ ոնց որ ներդրումները, բայց երևի թե իմ կարծիքով բիզնես անելը ավելի բարդ է ու ավելի տենց ոնց որ ստրեսային է, հա։ Ես ինչի գնացի այս ճանապարհով, ճիշտ ասած, տենց շատ չէի խորացել այդ ժամանակ ոնց որ ճանապարհով գնամ, որտեվ այդ գաղափարը, որ ոնց որ արժի է սկսել, տենց ինքնաբերաբար եկավ, որտեվ ընկերները զբաղվում էին crowdfunding-ով, այնտեղ ունեին ինչ-որ խնդիրներ, անընդհատ ոնց որ առնչվում էին խնդիրների ու այդ որպես այդ խնդիրների լուծում, տենց
որոշեցինք դες մի հատ բան անենք, էլի։ Ու էլի, հա, ոնց որ եթե գալիս ես խնդրի լուծումից, որ ինչ որ խնդիր կա, այդ խնդիրը պետք է լուծել, թե ոնց ես լուծում, այդ արդյունքում ձևավորվում է ինչ որ product, հա, այսինքն կամ դառնում է ինչ որ, չգիտեմ, բիզնես, մեր դեպքում դառավ ներդրումային բիզնես եւ այլ, այսինքն այդ ֆորմատը հետո ես որոշում, կարևորը թե ինչ խնդիր ես պլանավորում լուծես, էլի, հա, որոշել լուծես ու ինչքան մեծ է այդ խնդիրը, ումա վերաբերվում եւ այլ։ Մենք երբ որ տենց սկսեցինք այդ որոշումները կայացնել, մեր կարծիքով շատ մեծ խնդիր էր, շատ մարդկանց էր վերաբերվում ու տենց շատ փայլուն ապագա էր մեզ սպասում, ասենք տենց թղթի վրա, ասենք Excel-ի մեր բաներով, պրոյեկցիաներով, այսպես ասած, բայց երբ որ սկսեցինք, պարզվեց, որ այն ինչ որ մենք անում ենք, աշխարհում չկար։ Այսինքն նորություններ ինքը իրանով, այդ product-ը ֆինանսական, հա, որ ոնց որ կարելի է մարդկանց, չգիտեմ, այդքան արագ ոնց որ ֆինանսավորել, առանց ոչ մի գրավների, առանց ոչ մի հարց պատասխանի, շատ արագ փողը տան, շատ արագ ստանալ ու հետ բաշխել ներդրողներին, հա։ Ու մարդիկ ում հետ որ խոսում ու փորձում ենք վաճառենք, շատ տարօրինակ էին նայում դրան, էլի, ասում են մի բան ինչի ոնց որ մենք ամբողջ կյանք սովորենք, որ փողը, ասենք, կամ բանկերից է գալի, կամ չգիտեմ, վենչուրային ֆոնդերից է գալի, կամ չգիտեմ, մեր angel ինչ որ հրեշտակներ դրողներից եւ այլն, արագ չի լինում, էլի։ Այնը որտեղից Հայաստանից, ասենք։ Մենք զանգում ենք, չգիտեմ, Շվեյցարիա, Ամերիկա, ասենք, Ավստրալիա, ասենց զարգացած երկրներ էինք զանգում, ասում ենք Հայաստանից ենք, եկել ենք ձեզ ոնց որ փող ենք առաջարկում, եկեք մեր փողը վերցրեք, ձեր գործերը կլավանան, բան եւ այլն։ Ու այդ ընթացքում ահագին դժվար էր այդ ոնց որ իր այդ մեկնարկը, հա, կարելի ասել, երևի թե մենք հիմա որ փորձեմ հիշեմ 2018 թվականի հուլիսին օֆիցիալ սկսեցինք մինչև դեկտեմբեր երևի ընդամենը 3-4 ընկերության հետ էինք կարծես պայմանավորվեինք Դե դժվար ամեն դեպքում այդ վստահությունը շահելը ինչի վրա եք շեշտը դնում Շեշտը փորձում էինք հենց արագության վրա դնենք, որ ասում էինք ձեզ հիմա արագ փող է պետք, որտեվ այդ crowdfunding-ի աշխարհում ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում, օրեր, ժամեր եւ այլն։ Ասում ենք ձեզ շատ արագ է պետք, մենք էլ ոնց որ ասենց SS բաներն ունենք, հա, ոնց որ վստահելի ներկայանում էինք, թե ով ենք, ինչ ենք, ինչի ենք ես անում եւ այլն։ Կարանք ձեր հարցերը արագ լուծենք, հետո էլ դուք ոնց որ մեզ հետ կվճարեք եւ այլն։ Այդ Առաջի բարիերը երևի կոտրելուց հետո, որը էլի տես դեկտեմբերի կես դեկտեմբերի վերջ տեղի ունեցավ, եթե ոչ вообще փետրվարին ասենք, էլի արդեն հաջորդ տարվա, հետո տես մի քանի լավ համագործակցություն ունեցանք արդեն ավելի հայտնի ոնց որ ասած ընկերությունների հետ այդ ինդուստրիայում ու արդեն սկսեցին մեկը մյուսին բան անել, հա, մեկը մյուսին ասել տես referral անել ու արդեն դե տեսնում են դե որ իրանք աշխատում են, ուրեմն մենք ենք աշխատենք բան, բայց ես զգում էի որ ոնց որ մեկը այդ բանը համը բերաններում մնացել է, էլի որ սոտիկի ասենք ինչ է, էլի ասենք ինչի է Հայաստանում, ինչի պետք է վաշե ստեյս փող վեսնենք եւ այլն, բայց քանի որ շատ էր պետք իրանց, այդտեղ չէին խորանում, դե մեզ ոնց որ պետք էր, հա, որ ոնց որ այդ լուծումը տանք արագ անցնենք առաջ, ու տենց արդեն անցավ ընթացքում արդեն շատ մեծացավ, հիմա այդ նույն սխեմայով արդեն մոտ $8 միլիոն տենց ամբողջ աշխարհով ֆինանսավորել ենք, էլի այդ փոքր ֆոնդով բայց այդ սկզբի բաները շատ հետաքրքիր էին այդտեղին ծախողում ունեցաք որովհետև ուզում էիք պատմել եւ ես ընդհանրապես այդտեղ ծախողումները էլի բանի հետ են կապված ու այդտեղ նաեւ ցավոտ է որովհետև համ այդ պատասխանատվության հարցն է էլի գալի ու ոնց որ քո գումարները չեն հա ուրիշների գումարներն են ուրիշ ներդրողների ու այդտեղ մեր մոտեցումը շատ բան էր հա չորեր ունեինք հստակ կրիտերիաներ որ ոնց որ այս տիպի եթե ոնց որ չի լինում ընկերությունը չենք ֆինանսավորում, հա։ Մի անգամ շեղվեցինք դրանից, շեղվեցինք, որտեվ տենց ուրիշ պարամետրեր կային ավելի ոնց որ տենց վստահություններ շնչող, բայց այն մեր հիմնական պարամետրերից երևի 1-2-ը տենց խարխուլ էին, էլի։ Ոնց որ ասենք դե լավ, ոնց որ այս անգամ բան անենք, զիջենք ինքներս մեզ, ոնց որ բան լինի, կարող է լավ լինի, բայց այդ կարողան չեղավ ու այդ պրինցիպներից ոնց որ մի քիչ շեղվեցինք։ Իսկ ամեն դեպքում ինչի որ աշխատում է, էլի։ Հա, նու մերը սենսն են շատ ռիսկային էր, բայց այդ մի քիչ շեղվեցինք ու հենց ոնց որ գնաց ընթացքը ցույց տվեց, որ չէ, ոնց որ չէր կարելի շեղվել ու այդ ընկերությունը անհաջողության մատնվեց, այդ գումարները կորան եւ այլ, հա։ Մեծ գումարներ էին։
Բավականին կարելի ասել։ Այսպես շատ հանգիստ եք խոսում այդ դրա մասին, ասում հասկանում իմունիտետ ձեռք բերել եք այդ ասում։ Իրականում համ չէ, ես ոնց որ տենց $1 սկսած շատ ծանր եմ տանում, հա, ամեն կորուստներն է, բայց ժամանակի ընթացքում հասկանում ես, որ ոնց որ այս բիզնեսում անխուսափելի է դա, ոնց որ պետքա սովորել, հա, պետքա սովորել, որ հաջորդներից խուսափես ու այդ առումով այդպես շատ մեծ դաս եղավ, որ ու դրա հաշվին է նաև, որ երևի 250 ընկերության ֆինանսավորել ենք, բայց ընդամենը տենց 4-ն են էլի բան եղել, հա, ոնց որ անհաջողության մատնվել, 1-2 դեպքում մեզ ուղղակի տենց խաբել են, որը որ տենց ոնց որ անհնար էր այդ բանն անել, հա, ավելի շուտ բացահայտել կոպիտ ասած, որովհետեւ տենց պրոֆեսիոնալ խաբողներ էին, բայց այն մնացած դեպքերում, որ անհաջողության են մատնվել, երևի տենց 3-4 դեպք կա եղել էլի այդ 250-ից, ու այդ գումարների հետ կապված հիմա արդեն երբ որ ֆորմուլա VC-ով եմ զբաղվում, արդեն 21 թվականից, այնտեղ եթե տասնյակ հազարներով էր ոնց որ դոլարներ գումարները, այստեղ արդեն 100,000-ներով է գնում, ու հետաքրքիր է այդ մոտեցումը, որ իմունիտետի հետ կապված էլի, թե ոնց ենք վերաբերվում, ոնց են մեր ներդրողները վերաբերվում, ոնց են ստարտափները վերաբերվում մեր մոտեցումներին, հա, ու ոնց են դրսի մարդիկ վերաբերվում, այսինքն մարդիկ, ովքեր որ տենց ինդուստրիային շատ ծանոթ չեն եւ այլն, դե մենք ինչ ենք անում, հա, քանի որ այս շատ վաղ փուլերում ենք ներդրումներ անում, գոյություն ունի այսպես կոչված safe պայմանագիրը, որը տեն շատ կարճ հակերճ պայմանագիր է, մեջը տենց հստակ կետեր է դրած, որոնք որ տենց շատ պարտադիր ու անհրաժեշտ են, այն մնացած բաների մասին չի խոսում, ասում է հետո կպայմանավորվենք, էլի, ու շատ անծանոթ մարդկանց այդ հետոևա պայմանավորվող բաներն են, որ այսօր հետաքրքրում են, հա, ինչ որ չգիտեմ, գառանտիաներ, էսերներ, բաունց արնելու, ինչ արնել եւ այլն, մեզ այդ հետաքրքիր չի հիմա։ Մեզ հետաքրքիր է, որ ոնց որ արագ ֆինանսավորենք, այդ ընկերությունը արագ իր ընթացքը սկսի, որտեվ շատ ուժեղ մրցակցության մեջ է ամբողջ աշխարհում, պետք է հասցնի իր տեղը գրավի, հա, ինչ որտեղ դրա համար շատ ու շատ բաներ ոնց որ մեր համար այս պահին էական չեն, այն հիմնական ոնց որ կմախքը եթե լավ է, ուրեմն լավ է, ոնց որ ստորագրում ենք, գնում ենք առաջ ու ամենահետաքրքիրն է, որ այս գործը անելով մենք գիտենք, որ ոնց որ ցանկացած ներդրում, որ անում ենք, ինչքան էլ ինքը այսօր լավն է, իր պարամետրերով ու ամեն ինչով, բայց ունի ոնց որ 100% շանս համ հաջողության, համ 100% շանս fail լինելու, հա։ Ու մենք այսօր գիտենք, որ օրինակ առաջի ֆոնդում ասենք 22 ստարտափ ենք ֆինանսավորել, երկրորդով ուզում ենք տենց 30-40 ստարտափ ֆինանսավորենք, գիտենք, որ դրանց գոնե թե կեսը fail է լինելու։ Հա, մենք այսինքն այսօր արդեն գիտենք, որ այդ 22-ից 11-ը ուղղակի չեն լինելու մի 3 տարի հետո։ Ոնց է տարբերում, օրինակ, որ ստարտափը ռիսկային է շատ, բայց ինքը խոստումնալից է, ինքը կարա այդ 100%-ը ավելի մեծ վստահությամբ ապահովի, որ ամեն դեպքում մինչև վերջին կետը միասին կկարողանաք այդ ճանապարհը անցնել, քան մյուսների դեպքում։ Հա, դե ոնց որ բոլորը շատ ռիսկային են, որտեվ հենց այդ հավանականությունը շատ մեծ է, էլի որ չեն հասնի, հա, շատ դժվար է ու տեղ տենց կոնկրետ հաշվարկի մեխանիզմ չկա, հա, մեզ որ գալիս են դիմում են ստարտափներ, ինչ որ տենց Excel-ներով, բան, ինչ որ հաշվարկներ են արել, բան, ասում ենք այդ մոռացեք էլի ոնց որ ցանկացած Excel-ում ես ցանկացած հաշվարկ կարամ անեմ ու ավելի լավ տվեր ստանամ, բայց այդ էական չի, էլի ոնց որ կարևորը ոնց է կանելու, ոնց է հասնելու տեղ։ Այսինքն մեր հիմնական բանը մոտեցումը այդ հարցում այդ հիմնադիրների վստահելն է։ Այսինքն այդ ֆաունդերներին վստահելն է, իրանց այդ շատ ժամանակ անցկացնելը, փորձել հասկանալ իրանց մոտեցումները, իրանք ոնց են վերաբերվում նրան, ինչ որ անում են, ոնց են պատկերացնում։ Եթե ընթացքում մի անգամ ասել եք, որ արժեքային համակարգին եք շատ պարտադիր, որովհետև իրականում համ այդ բիզնեսն է փոխվելու ընթացքում, համ այդ պրոդուկտները ինչ որ իրանք սարքում են փոխվելու են, վերափոխվելու են, ձևափոխվելու են, շուկաները որտեղ որ իրանք աշխատում են փոխվելու են, ուրիշ տեղեր են մտնելու բան, բայց մի բան է մնայուն լինելու գոնե թե այդ առաջիկա 5-7 տարում այդ հիմնադիրներն են։ Հա, ու եթե այդտեղ սխալվում ես, արդեն կարելի ասել ոնց որ կարող սխաչ քաշես, հա։ Ու տես դեպքեր ենք ունեցել։ Այ դրա մասին ուզում եի խոսել։ Դեպքեր ենք ունեցել ենք դեպք, որ հիմնադիրներից մեկը գնացել է ընկերությունից, որտեվ տենց ինչ որ պահի ինչ որ դժվարությունների առաջ էին կանգնել, ինքը որոշեց, որ ավելի ոնց որ կոմֆորտնի ոնց որ կյանքը իրան
ուզում ոնց որ լինի, դրա համար տենց գնաց ու սկսեց ուրիշ բաներով զբաղվել։ Նախապես ինչ որ պայմանագիր չկա, որ այ մենք աշխատելու ենք հենց այս հիմնադրի հետ, եթե հիմնադիրը գնաց վերջ։ Չէ, չկա։ Չունեք։ Չկա, ու տենց շատ դժվար է տենց ինչ որ բան անել, ու էլի, հա, մենք տենց փորձում ենք ինչ որ մեր մոտեցումներով, մեր շրջապատի, հա, այսինքն network-ի ոնց որ referral-ներով, տարբեր մարդկանց մասին ինֆորմացիա հավաքելով, փորձենք հասկանանք, թե այս մարդիկ ովքեր են, ու վերջում ունենք մի հատ տենց բան, ոչ օֆիցիալ վերջի կետ մեր բաներում, այդ ուսումնասիրություններում, այդ տենց անգլերեն ասում ենք we invest in drinkable founders, էլի, հա, այսինքն ոնց որ գնում ենք խմելու կոպիտ ասած այս founder-ների հետ, այդ խմելը տես շակերտների մեջ էլի, հա, ու շատ ժամանակ նաև ոչ շակերտների մեջ, բայց իմաստը այն է, որ հասկանանք, թե այս մարդկանց ոնց որ այդ արդյոք կան միավորող բաներ, դուս ոնց որ միջավայրում կամ չգիտեմ, ասենք իրանց ավելի անկաշկանդ միջավայրում իրանց ոնց են դրսևորում, ինչ իրանց ոնց որ ինչ ցավեր ունեն կոպիտ ասած իրականում, հա, ասենք ինչն է իրանց անհանգստացնում եւ այլ, ու տես փոքր կետերով դու տես վերջում կառուցում ես մի հատ պատկեր, թե այս մարդը կոպիտ ասած ով է, արժի իրան վստահել, արժի իր այդ գործ անել, արժի իր այդ երկար ճանապարհ գնալ եւ այլն։ Եղել է որ հենց այդ ժամանակ, այդ ճակերտավոր խմելու այդ պահի ժամանակ բացահայտեք, որ չէ հաստատ չարժի իրենց հետ մտնել այս process-ի մեջ։ Եղել է մի անգամ, որ ուշ ենք արել այդ process-ը, այսինքն էլի, հա, մեր պրինցիպներից ոնց որ դուրս ենք եկել, ոնց որ գործարքը արել ենք, հետո ենք գնացել խմելու ու այդ ընթացքում հասկացել ենք, որ սխալվել ենք։ Հասկացել ենք, որ սխալվել ենք, բայց արդեն այդ դարձ չկա, ոնց որ գումարը փոխանցել ենք, արդեն մի քանի ամիս անցել է եւ այլ, բայց հա, ոնց որ այդ էլ է եղել, հիմա դրա համար փորձում ենք խուսափենք այս բաներից, ոնց որ կետերը որ գրել ենք, մեր այն հիմնական այդ ոնց որ սահմանադրությունը փորձում ենք պահել, էլի, որ հենց այդ կարգը խախտվում է, մի բան արվում, հա։ Նաև հետաքրքիր է, արդյոք նախագծեր եղել են կամ ստարտափեր, որոնք մերժել եք ու հետո փոշմանել եք, որ մերժեցիք, որովհետև իրանք ինքնուրույն կարողացել են ինչ-որ բանի հասնել ու ավելի արագ տեմպով, քան օրինակ այն ստարտափերը, որոնց ֆինանսավորում է եղել։ Եղել են, ու Ձեզ մոտ հաստատ ամեն ինչ եղել։ Ահա, մեր ոնց որ առօրյան տենց բաղկացած է շատ տենց ոնց որ սխալներից, նաև այդ զարմանքից ու ոնց որ ուրախությունից փորձում ենք այդ բալանսավորենք ինչ-որ ձևով, բայց անխուսափելի են, էլի, մեր ինդուստրիայում այդ անխուսափելի է, ու հա, ունեցել ենք ընկերություններ, որ մենք կոնկրետ որոշել ենք ներդրում չանենք ինչ-ինչ պատճառներով, մյուս ներդրողները արել են ներդրումը ու տեն շատ հաջող գնացել է իրանց գործերը, մենք էլ ոնց որ ասել ենք, բա ինչի չարեցինք, էլի, բան, ու թե ինչի չարեցինք, մեր համար հստակ պարզ է ինչի չարեցինք, բայց երբ որ տեսնում ես, որ չարեցիր ու հաջողությամբ առաջ է գնում, մենակ ուրախանում ես, հա, այսինքն այդտեղ մեր մոտեցումը ընկերությունների համար նույնիսկ երբ որ մերժում ենք իրանց, ասում ենք ոնց որ մենք մերժում ենք, բայց ոնց որ մնում ենք ընկերներ, էլի, կոպիտ ասած, հա, այսինքն ցանկացած հարցով եկեք մեզ դիմեք, ինչով կարանք կօգնենք եւ այլ, բայց շատ հաճախ գալիս են ու այդտեղ ոնց որ հատկապես ֆոնդերի դեպքում ներդրումը ինքը իհարկե ունի իր այդ էմոցիոնալ կողմը, բոլոր ներդրումներն ու գնումները, հա, ոնց որ ունեն, բայց նաև իր մեջ կա այդ ֆինանսական կողմը, այսինքն ինչքանով է կոնկրետ այս ներդրումը տեղավորվում մեր ֆոնդի ֆինանսական մոդելի մեջ, հա, որը որ մենք փորձում ենք պահենք, էլի հաշվի առնելով ներդրողներ, ակնկալիքներ եւ այլ, հա։ Շատ հաճախ ելնում է, որ այդ ներդրումը տես չի տեղավորվում, բայց հիմնադիրները շատ փայլուն մարդիկ են, իրանց սարկած ոնց որ product-ը շատ փայլուն product է, իրանց հաջողությունը շատ ակնհայտ է ոնց առնելու եւ այլ, բայց այն հաջողությունը, որ լինելու է կամ այն ժամանակը, որ տևելու է այդ հաջողությունը եւ այլ, այդ ոնց որ մեր գծած բանի մեջ չի տեղավորվում։ Չի տեղավորվում, դրա համար ստիպված մերժում ենք, բայց մեկը ամեն ձև փորձում ենք աջակցենք, որ իրենք հասնեն իրանց ոնց որ նախանշած հաջողությանը, էլի։ Այդ առումով մենք այդպես բան չունենք, էլի, որ եթե ներդրում չենք արել, ուրեմն զանգերի չենք պատասխանում, հակառակը խրախուսում ենք, որ ոնց որ ուրիշ ինչով կարանք օգնենք, որտեղ վերջո մեր նպատակը էկոհամակարգը զարգացնելն է, ու դրա համար պիտի բան անես, էլի, այդ մոտեցումն է ճիշտը։ Պատրաստ եք այս տեմպով ամբողջ կյանքում։ Որովհետև ինքը շատ այսպես հագեցած տեմպ է ու շատ ռիսկային տեմպ է ամեն դեպքում։ Ռիսկային տեմպ է, անընդհատ ոնց որ ադրենալինի պակաս չես զգում։ Վերջերս էլի մեր ընկերներից մեկի հետ խոսում էինք, ասում է ինչի դահուկ քշել չես սովորում,
դե ասում ոնց որ ինչի սովորեմ, դե ասում այդ ծառից որ իջնում ես, տենց այդ ադրենալինը գալիս է բան, այդ ընթացքում տենց քեզ ուրիշ ձև ես զգում, բան ասում եմ, լսի, ես որ արթնացեմ, ոնց որ ադրենալինը շատ բարձր է, ոնց որ ու գրելուց ավել չափաբար մի կարիք չկա, ոնց որ կարող է շատ լինի, դրա համար ոնց որ ավել կարիք չկա, ու հələ որ հայց թվում է տենց էներգիան հերիք է, էլի բանան հերիքացնում է այդ տեմպով ապրելու համար ու նաև ինչն է հետաքրքիր որ իհարկե դու այդ անընդհատ այդ մտքով ես որ ձախողումներ լինելու են, հա, անընդհատ ինչ որ բաներ չի ստացվում եւ քո մոտ եւ ստարտափների մոտ, հա, տարբեր ինչ որ խնդիրներ են լինում, ինչ որ բան սխալ է գնացել, ինչ որ բան պետք է ուղղել, ինչ որ բան հրատապա պետք ուղղել, ինչ որ բան կարելի է տես չգիտեմ ավելի դանդաղ եւ այլ, բայց այն դրական էներգիան որ գալիս է դրա արդյունքում քեզ ոնց որ անընդհատ բան է տալիս, էլի այդ բենզինը միշտ ոնց որ տեղն է ալու, որ շարունակես այդ ընթացքը ու երևի թե այդ որ չլներ հա շատ ծանր կլներ ու տենց մռայլ կլներ էլի մեր առօրյան, բայց այդպես միշտ բալանսավորվում է ու հա տենց դրա համար բաղվում ենք առաջ ավելի էլի։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար Կարեն ջան։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ սխալ հաշվարկներ գործարալիքի եթերում իսկ առաջին խոսափողի մոտ էր Ֆորմուլա V-ի համահիմնադիր Կարեն Վարդանյանը, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց։ Հաջորդ շաբաթ կրկին կհանդիպենք, հաջողություն։